ինձ հարցնեք ինչի մասին է դաշնակցությունը, ինչի մասին է դաշնակցության 135 տարվա պատմությունը, դա իր ժողովրդի մասին է, դա պետականություն ստեղծելու, պահպանելու մասին է, որպես ժողովրդի անվտանգության բարձրագույն ձև, դա հայկական ինքնությունը պահպանելու մասին է, եւ դրա համար պատահական չի, որ այդ կարգախոսն է, պատահական չի, որ կտեսնեք խորհրդանիշերի մեջ մեր սարդարապատը, այսինքն մենք հիմա իսկապես էլի այդ իրավիճակում ենք, որ գոյամարտի տրամաբանության մեջ ենք եւ այդ գոյամարտը, հաղթական գոյամարտը պետք է եւս մեկ անգամ տալ։ Դրա համար պետք է հավատ, ուժ եւ մենք այսօր կլսեք բանախոսներին, ունենք հրավիրյալ բանախոս Հույդաբյուրոյի անդամ Հակոբ Բագրատունին, Լիբանանի падգամավոր, ով ժամանել է հատուկ միջոցառման համար եւ խոսք ունի փոխանցելու, Սփյուռքի խոսքը պետք է փոխանցի, Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դաշնակցության այլընտրանքները կներկայացնի, մոտեցումները եւ այս իրավիճակը ինչպես ենք հաղթահարելու այդ պատկերացումները եւ ընդհանրապես այսօր կտեսնեք այստեղ ոչ միայն դաշնակցականների, այլ նաեւ հանրային, քաղաքական, հասարակական դեմքերի, ում համար դաշնակցությունը եւ դաշնակցության մարմնացնող արժեքները իսկապես իրենց համար էլ է արժեք եւ մեզ հետ կիսում են այս տոնը, որի կապակցությամբ եւս մեկ անգամ շնորհակալ։ Տիկին Վարդանյան, իսկ 135 տարվա պատմության մեջ, այսպես ասած, ինչն է, որ մնացել է անփոփոխ կուսակցության մեջ։ Գաղափարը, արժեհամակարգը եւ պայքարը։ Մեր 135 տարվա պատմությունը, պայքարի պատմություն է, այդ ճանապարհին եղել են պարտություններ, բայց մենք երբեք չենք հաշտվել այդ պարտությունների հետ, երբեք հանձնվողականությունը ու հաշտվողականությունը որպես ճանապարհ չենք դիտարկել, մենք անսխալական կամ անպարտ չենք, բայց մենք չենք դադարել պայքարել։ Ուրեմն 135 տարվա ընթացքում անփոփոխ է եղել պայքարը, անփոփոխ է եղել մեր արժեհամակարգը, որը ամփոփված է այս տարվա կարգախոսի մեջ նաև մեր ժողովրդի համար պայքարելը, մեր ժողովրդի ինքնության ու անվտանգության համար պայքարելը, դուք դաշնակցության ցանկացած գործողություն, եթե հարցնեք ինչու է արվել ու մի քիչ փորձենք խորանալ, կտեսնենք, որ արվել է ժողովրդի համար, այդ պահին ունեցած տեղեկությունով, այդ պահին ունեցած պատկերացումներով հիմքը բայց եղել է մեր ժողովրդի անվտանգությունը եւ պետականությունը ու դաշնակցության համար անփոփոխ է նպատակները, արժեհամակարգը ու մի պարզ բան, մենք գիտենք, սովորել ենք, մեր արյունով ենք սովորել, որ հանձնվելը ճանապարհ չի, պայքարն է, որ դուռ կարող է բացել։ Ներքևում փակցված են պաստառներ դաշնակցության ծնունդից մինչև մեր օրեր, որպես երիտասարդ դաշնակցական, այստեղ հրավիրված մյուս դաշնակցականների համեմատ, դուք կա որևէ ժամանակահատված, որ առանձնացրել եք եւ ձեզ համար կարեւոր է այդ հատվածը մյուսներից։ Կարծում եմ, եթե գոնե ինձ համար ամենամեծ գործը, որ արել է դաշնակցությունը, բազմաթիվ գործերի շրջանակում պետականաստեղծ ուժ լինելն է, որովհետև մենք մեր հազարամյա պատմությունով փաստել ենք, այսինքն պատմությունն է փաստել ու դառը դասերով, որ պետությունն է, որ կարող է ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Ու եթե դուք անգամ դաշնակցությանը մեղադրանքներ ունեք, հարցեր ունեք, մի բանում գոնե պիտի կոնսենսուս ունենանք ու շնորհակալություն հայտնենք այս ուժին, որովհետև եթե 1918-ին չստանձնվեր պատասխանատվություն եւ չստեղծվեր պետություն, մենք հիմա դժվար թե ունենայինք երրորդ հանրապետությունը։ Պետություն ստեղծելը, Հայաստանի առաջին հանրապետությունը, որի հիման վրա կայացավ հետո երկրորդը, երրորդը արդեն ու հուսով եմ, որ այս ընթացքը կշարունակվի, կարծում եմ ամենամեծ գործերից է, եթե ոչ ամենամեծը։ Շնորհակալ եմ, իմ գործընկերները արդեն կշարունակեն։ Շնորհակալ եմ։